Հանուն հոր և որդվո և ոգնույթ սրբո, ամեն։ Սիրելի հավատավոր ժողովուրդ, ծաղկազարդ է Հիսուսի փառավոր մուտքը Երուսաղեմ։ Հիսուս հիմնականում քարոզում էր Գալիլեայի նահանգում։ Երբեմն գալիս էր Հրեաստան կամ Հուդայի երկիր, ուր որ Երուսաղեմն էր։ Ինչպես հրեա ժողովուրդը, այդպես էլ Հիսուս գալիս էր մասնակցելու հրեական տոներին։ Եվ այս տոնին ևս Քրիստոս մասնակցում է։ Ամենամեծ տոնն էր իրենց, Զատիկը, իրենք նշում էին, հիշատակում էին Եգիպտոսից դուրս գալը, փրկվելը հրաշքով։ Այս ժամանակ Երուսաղեմը փոքրիկ քաղաք է, մոտավոր 200,000 ուխտավորներ էին հավաքվում։ Մոտավոր եմ ասում։ Եվ այս անգամ Քրիստոս վերջին անգամ գալիս է Երուսաղեմ։ Իր Երուսաղեմ գալը ամեն անգամ տարբերվում է, այո, նրանով, որ սա վերջին անգամն է։ Եվ ինքը գիտակցաբար գալիս է Երուսաղեմ։ Գալիլեայի նահանգում հրեաներ էին ապրում։ Այնտեղից ևս ուխտավորներ են գալիս, ու շատ ուխտավորներ են գալիս, որոնք որ ճանաչում էին Քրիստոսին, որոնք որ լսել էին Քրիստոսի մասին, եւ իրենք Երուսաղեմում խոսում էին, պատմում էին իր մասին, որ մարգարե կա, որ Աստծո որդի կա նաեւ շատերի համար հասկանում էին, որը մեծ հրաշքներ է գործում, որը խոստացյալ Մեսիան է, փրկիչն է խոստացված, եւ իրենք քարոզում էին Քրիստոսի մասին։ Բայց տեսեք ինչ հետաքրքիր դեպք է լինում։ Երուսաղեմից ոչ շատ հեռու մի 3 կիլոմետր գյուղ կար, որտեղ որ ապրում էին երկու քույրեր եւ մեկ եղբայր, Մարթան եւ Մարիամը, եւ իրենց եղբայր Ղազարոսը։ Եվ Ղազարոսը մահանում է։ Նրան դնում են գերեզմանոցում 4 օր հետո նոր Քրիստոս գալիս է։ Եվ ասում է Քրիստոս սիրում էր Մարթային, Մարիամին, Ղազարոսին։ Գալիս է եւ նրան հարություն է տալիս, որովհետեւ իրենք ասում են, եթե դու այստեղ լինեիր, ինքը չէր մահանա։ Բայց Աստծո փառքի համար այդ հրաշքը տեղի է ունենում, եւ 4-րդ օրը գնում են ժառափոր գերեզման է, քարը մի կողմ են տանում եւ կանչում է Քրիստոս, ասում է Ղազարոս, դուրս արի։ Եվ սա սկսում է տարածվել, որտեղ աշխարհի սկզբից ի վեր որից է մեկը նման բան չէր լսել, հրեաները, որ Աստծո հրաշքներն էին տեսել, նման բաներ չեն տեսել, նման երևույթ, որ 4 օրյա մահացած մարդուն, որը որ արդեն պիտի նեխած լիներ, կամ փրկման պրոցես պիտի սկսեր, այդ մարդը հարություն է առնում, նորից կյանք է ստանում։ Դրանից բացի Քրիստոս նաև կույրերի է բժշկում։ Ես շատերի շատ բժշկություններ է արել հրաշքներ, բայց ինչու եմ ասում, սա վերջին օրերին։ Եվ այդ մասին բոլորը սկսում են խոսալ, բոլորի համար նորություն է, շատերի համար։ Ու Քրիստոս այսօրը հենց մուտք է գործում Երուսաղեմ, բայց ինչ կերպով ավանակի վրա նստած, ասում է այդ գյուղից, որ դիմացն է, այնտեղ ավանակ կա, որի վրա որից է մեկը չի նստել, արձակեցեք եւ բերեք եւ ինքը նստում է։ Զգեստներ են փռում ավանակի վրա, ինքը նստում է եւ մուտք գործում Երուսաղեմ։ Իմիջիայլոց ասեմ ձեզ, այսօր է որ մենք շատ ենք ասում արքայական, բայց ավանակը իրենց մոտ եղել է ընդունված։ Եվ շատ պաշտոնյաներ, նույնիսկ Դավիթ թագավորն էլ մուտք է գործում Երուսաղեմ ավանակի վրա նստած։ Ձիու խորհուրդը մի քիչ ուրիշ է, նա պատերազմական խորհուրդ ունի իր մեջ։ Կարծես թե պատերազմի հրավեր է բերում կամ բոթ է բերում, իսկ ավանակի վրա խաղաղության լուր։ Եվ Քրիստոս ինչ կերպով է մուտք գործում։ Պատկերացրեք, որ այս բազմահազար բազմությունը ժողովուրդը ուրախանում են,
չէ որ իրենք սպասում էին ազատագրման, սպասում են որ Քրիստոսը խոստացված փրկիչն է, որ իրենց երկիրը պիտի հզորացնի, որ իրենց պիտի հաց տա, հիշեք հացի բազմացման ժամանակ, որ ուզում էին իրեն բռնել, տանել, թագավոր դարձնել եւ ինքը գնաց իրենց միջից, որտեղ ասում է հացի համար եք ուզում դուք, աշխարհային ակնկալիքներով էին մարդիկ ուզում Քրիստոսին տեսնել որպես արքայի եւ ինչ է լինում, Քրիստոսին դիմավորում են, իրենց գեստերն են փռում ճանապարհի վրա, արմավենիների, ձիթերի ճյուղեր էին պոկում եւ այդպես փռում են գետնին, այն գորգի փոխարեն, որ ասում են խալի են գցում։ Այդ տեսակ փառավոր ընդունելություն արեցին։ Իհարկե սա վտանգավոր էր նաեւ, որ կարող էր հեղափոխություն լինել եւ փարիսեցիները հրեական դասակարգեր աշակերտներին ասում են այս ինչ է անում ձեր ուսուցիչը։ Ի վերջո տանելու եք այն աշճան, որ ապստամբություն լինի եւ հռոմեացիները կործանեն այս ժողովրդին։ Իհարկե նման բան չի լինում, բայց Քրիստոս տեսնում է ապագան։ Եվ այս դեպքից շուրջ 27 տարի հետո ներողություն 37 տարի հետո 70 թվականին հռոմեացիները հարձակվում են եւ ավերում են ամբողջ Երուսաղեմը, տաճարը քար ու քանդ են անում եւ քարը ասում է քարի վրա չպիտի մնա։ Քրիստոս խոսում է, Քրիստոս ասում է տեսավ Երուսաղեմին եւ ասում է երանի թե հասկանայի թե ով է եկել քեզ մոտ, խաղաղություն եկավ քեզ մոտ կամ ինքը եկավ ասում է չընդունեցիք, այ որ չընդունեցիք, դա պատճառ է լինելու որ Երուսաղեմը քանդվի, որտեվ ընդունելության ժամանակ չընդունեցիք Քրիստոսին, սա իրականության մեջ ոչ թե պատիժ է, այլ հրեական զոհաբերություններին դադար պիտի տրվեր, գառները որ զոհաբերում են ժողովրդի միջալոց չշփոթեք, զոհաբերությունը մատաղի հետ ընդհանրապես կապ չունի, ովքեր որ փորձում են նմանեցնել դրանք խառնակիչներն են, ովքեր որ խաբում են, մոլորեցնում են մեր ազգին, մատաղը աղմատուցել է նշանակում օրհնված կերակուր է, զոհաբերությունը այրվում է կրակի վրա, վառում են, այ Քրիստոս գալիս է որպես գառնուկ զոհաբերվելու, դրա համար այդ գառների զոհաբերությանը վերջ պիտի տրվեր, մեղքերի համար միայն Քրիստոս է զոհաբերվում այլևս, դրա համար իրենք միայն Երուսաղեմում էին զոհաբերություն անում, այս ժողովուրդը որ բազմահազարանոց գալիս էր Երուսաղեմ, միայն Երուսաղեմի տաճարն էր, կենտրոնական տաճարը իրենց, ուրիշտեղ տաճար չունեին իրենք ունեին սինագոգներ կամ եկեղեցիներ ունեն, բայց այնտեղ զոհաբերություններ չէր արվում։ Քրիստոս ինքը կամավոր զոհ հասկանալով գալիս է Երուսաղեմ զոհաբերվելու եւ անպայման ինքը պիտի խաչը բարձրանար, անպայման իր արյունը պիտի թափվեր, դա պարտադիր պայման էր, իսկ տաճարը պիտի կործանվեր ի նշան նրա, որ Քրիստոս է վերջի զոհը, այլևս զոհեր չպիտի կատարվեն եւ առաջի դար 70 թվականից մինչև առեսօր հրեաները զոհեր չեն կարողանում անել, այնպեսի չի որ չեն ուզում, չեն կարողանում եւ չեն կարող անել, դա մարգարեություն է, երբ որ դա աշխարհի կամ Քրիստոսի երկրորդ գալստյան նախանշաններից մեկն է զոհաբերությունների վերականգնումը, դերևս զոհաբերությանը շատ խանգարող հանգամանքներ կան, եւ մի օր դրանք կանրադառնամ, որ դա պատճառ կարող է լինել պատերազմների, եթե սկսեն զոհաբերություն անել, մի օր կխոսեմ, Քրիստոս մուտք է գործում տաճար, այնտեղ ասում է առաքյալներին ժողովրդին ասում են Քրիստոսին ասում են ասա որ այդ ժողովուրդը քեզ չփառաբանի, որտեղ օրհնում էին, օրհնելուց բացի նաև գիտեք ինչ են ասում են Օսաննա կամ Օվսաննա, որ նշանակում է «Ո Տեր փրկիր», այդ փրկել է այստեղ աշխարհիկ իմաստով էին իրենք հասկանում, փրկիր հռոմեացիների ձեռքից, եթե այդպես լիներ, պատկերացնում եք այդ 200,000 հոգուն որքան զորք էր պետք, որպեսզի կարգ ու կանոն հաստատեին Երուսաղեմում,
անկանոնությունը, քաոսային վիճակը, ինչ մահերի կամ վատ հետևանքների պիտի տանեն։ Ուստի պետք է որ ամեն ինչ խաղաղ ու հանգիստ անցներ։ Բայց Քրիստոս պիտի այդ ճանապարհը անցներ, փառավորման ճանապարհ պիտի անցներ։ Չնայած այսօր ասում են օրհնյալ է նա ով գալիս է, մի քանի օր հետո ասում են խաչը հանիր դրան։ Խաչը հանելու հրամանին կամ ասեմ ցանկությանը կողմ են արտահայտվում։ Եվ Քրիստոս մուտք է գործում Երուսաղեմ, ինչ է անում Երուսաղեմում, գնում է Երուսաղեմի տաճար, մինչ այլոց տաճարի տարածքում ոչ թե եթե պատկերացնենք այսպես Բաքում առևտուր էր արվում եւ լումայափոխներ, դրամներն են փոխում, որտեղ հրեաները տարբեր երկրներից էին գալիս եւ օտարի գումարը գանձանակը գցելը համարում էր պղծություն, իրենք պիտի անպայման հրեական գումար գցեին եւ այնտեղ փոխարժեքը շատ մեծ տարբերություն էր տալիս։ Դրանից բացի տարածքը վերածվել էր շուկայի սակարկելու, որի մեջ նաև խաբեություն կար։ Եվ Քրիստոս սկսում է մաքրել այդ տարածքը։ Տեսեք, չէ մենք պատկերացնում ենք Տիրոջը Քրիստոսին շատ բնական վիճակի մեջ, այսպես սուրբ վիճակի մեջ, բայց հանկարծ տեսնում ենք բարկացած ու բոլորին դուրս է անում, ասում է սա աղոթքի տուն է, որովհետև սակարկում կա այնտեղ, նախ առևտուր չպիտի արվեր, ես չեմ ուզում, դուք գայթակղվեք, ասեք եկեղեցու մոմ է վաճառում, այստեղ հստակ գին կա եւ մոմա վաճառությունը եկեղեցու կենսագործունեության համար է։ Պարզ է, եկեղեցու կենսագործունեության համար, եթե մարդիկ աշխատավարձ են ստանում, դա այդ մոմավարության գումարներից է։ Եվ մնացած ծախսերի համար, չեմ ուզում մանրամասնել, ամբողջ դրա հետ է կապված, ես չեմ ուզում նմանություն գտնենք, որտեղ այնտեղ առևտուր է կատարում կամ սակարկություն, սակարկության մեջ խաբեություն կա, անարդարություն կա սակարկության մեջ, կարող են մարդիկ խաբել հատկապես, որտեղից է գալիս մեր մեջ, ասում են մատաղին գումարը չեն հարցնում, տեսեք, ինչը որ կապված է Աստծո հետ, մարդիկ չեն սակարկում, բայց նաև չի կարելի շահարկել մարդկանց։ Շարունակությունը սա է, որ մաքրում է այդ տարածքը։ Եվ այդ օրվանից սկսում է իր երկրային կյանքի վերջին շաբաթը։ Ամեն օր այցելություն Երուսաղեմ։ Հիմա այսօր մուտքն է Քրիստոսի Երուսաղեմ եւ տաճարի մաքրագործումը։ Հիմիկվանից սկսած Քրիստոսի նկատմամբ սկսում են հակառակությունները հասունանալ այն աստիճան, որ Քրիստոսին տանում են մատնում, չարչարում, խաչում եւ վերջո հարություն։ Այս շաբաթը ավագ շաբաթ է կոչվում։ Խնդրում եմ ավելի ինտենսիվ մասնակցություն ունեցեք եւ Աստծո խոսքը անպայման պայեք ձեր մեջ։ Ավելի հետաքրքրվեք, ավելի ընթերցեք, որտեղ Տիրոջ համար կարևոր շաբաթ է։ Մեր համար եւս կարևոր։ Մենք պիտի ամեն անգամ այս պատմության միջով անցնենք, դրա համար եմ ասում ավելի ակտիվ եղեք։ Լավ, մեր համար էլ խորհուրդ, այս խորհուրդով կավարտեմ խոսքս։ Եթե վերցնենք այդպես տաճար, որպես այդպիսին կամ Երուսաղեմ իր տաճարում, դա մենք ենք մեր սիրտն, մեր հոգին է, մեր ներսն է, մեր ներաշխարհն է։ Երբ որ մենք թույլ տանք Քրիստոսին, որ ինքը գա մեր մեջ, խնդրենք Տեր Հիսուս, մուտք գործի իմ մեջ, քո Սուրբ Հոգով առաջնորդի ինձ, որտեղ այս պահին Քրիստոսի խոսքը կա, մենք լսում ենք, բայց աշխարհի վրա Աստծո Հոգին է գործում, որ Սուրբ Հոգի մեզ առաջնորդի, մեզ օգնի, որտեղ մեր համար շատ դեպքերում դժվար է ու ծանր, բայց Աստծով հեշտ է։ Թույլ տվեք, որ Աստված մեր մեջ գործի, մի մտածեք, որ չեք ընդունել կամ նեղացրել եք, Աստված մերպես նեղացկոտ չի։ Քրիստոս ասում է դռան մոտ կանգնած ծեծում եմ դուռը միշտ, որ դուռը բացեք ու ես ներս գամ։ Մերպես չի, մենք նեղանում ենք, ովքեր սխալներ են անում մեր երեխաները, հարազատները, մենք նեղանում ենք, իրենց համար դատավճիռ են կայացնում,
վատն եք ցանկանում, Աստված այդպես չէ, Աստված ծնողի պես է։ Ծնողը երեխային պատկերացրեք ինչ կերպ է սիրում եւ ներում։ Աստված առավել, դրա համար երբեք չամաչեք Աստծո առաջ ձեր սիրտը բացեք։ Ծնկեք եք Տիրոջ առաջ։ Խոսեք, թող Աստված գա, մտեք ասում է ձեր սենյակը առանձին թեկուզ։ Թող Աստված մեր մեջ գա, Քրիստոս գա եւ մեզ առաջնորդի։ Ու կտեսնեք, որ ձեր կյանքը ինչ կերպ է փոխվում, կտեսնեք, թե ինչ կերպ է ձեր մեջ խաղաղություն ավելանում։ Տեսեք, ձեր միջից ինչ շնորհներ դուրս կգան։ Թույլ տվեք, թույլ տվեք, որ Քրիստոս փառքով, հրաշափառ կերպով մուտք գործի յուրաքանչյուրիս ներսը ու սիրտը։ Աստծո զորանակ, շնորհավոր թող լինի մեր այս սուրբ օրը ծաղկազարդը եւ մեր կյանքում բոլորիս փոփոխություններ թող բերի։ Պատարագի վերջում, որ կավարտենք, մենք վերևից հենց կիջնենք, բալիկներին առաջ կբերեք, որտեղ այսօր բալիկների օրնության օրն է, վեհապար հայրապետը ներկայիս ժամանակին հռչակեց մանուկների օրնության օր եւ ինչու որտեղ այդ բաների ժամանակ խանդավառ ընդունելության ժամանակ մանուկները մեծ դեր կատարեցին։ Եթե մեծ մարդիկ վախում են ցույցերի ժամանակ, որ իրենց կվնասեն, կանանց ու երեխաներին հիմնականում ձեռ չեն տվել։ Երեխաները սկսել են օրհնել Աստծուն, երեխային ինչ պիտի անեին։ Եվ բանի մեջ, մարգարեության մեջ գրված էր, որ մանուկների բերանով օրհնություն պիտի ստանաս։ Դա համար մեր բալիկներին առաջ կբերեք, վերջում իրենց համար օրհնության կարգ կանենք։ Տիրոջ շնորհներով, ամեն։ Եվ դու մեզ համարձակած այն բարբարով, բանաս բերած մեր կարդալս քեզ երկնավոր երկել եւ ասել։